Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանն է, բարև ձեզ պարոն Շիրինյան։ Եվ այսպես ավարտվեցին ազգային ժողովի ընտրությունները, արդյունքները արդեն վերջնականապես հայտնի են, ինչու պարտվեցիք, պարոն Շիրինյան։ Ավելի շուտ չհաղթեցիք, ասեմ ինչու։ Ուրեմն ես եթե գիշեք կանխավ մի քանի անգամ դիտարկում էի արել, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները վերածվում են նախագահականի եւ այստեղ երկու բևեռի հարց առաջացավ, ինչպես միշտ եղել է։ Եթե տեսանկյունից եք նայում 1990 թվականից հետո ընտրությունները որևէ նորություն չունեն։ Հանրությունը բաժանվում է երկու մասի, երկու լիդերի շուրջ, երրորդը եթե լինում է զբաղվում է մուտիլովկայով, այս անգամ կարծես թե չկա, եւ այսպես գործը գնաց դրան։ Ընտրությունները ըստ էության չծնեցին պարլամենտարիզմ, ունենալով պարլամենտ, երկու էլի բևեռով, եթե ուշադիր լինենք, մոդելը կրկնվեց այնպես, ինչպես կար, եւ այդ իմաստով որևէ բան նորություն չկա, հետևաբար այդ միջավայրում դժվար էր գաղափարական, քաղաքական պայքար մղող եւ ռեսուրս եւ նման բաներ էլի, չեմ ասում զուրկ եւ այլն, այդ բաներով հաղթել։ Հիմա ասեմ հետեւյալ, ինչ կատարվեց, ինչու այդպես եղավ։ Ոչ միայն մենք չանցանք քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն, այլ նաեւ հեղափոխության աջակից ուժերից ոչ մեկը չանցավ։ Եվ շատ պարադոքսալ բան կա, որ այնտեղ ասենք Սարգսյան Արամի կուսակցությունը, Բաբաջանյան Արման, որոնք հետևողականորեն պաշտպանել են, շատ ցածր տոկոսներ են հավաքել, որը պարզապես անմոռալի է նաև իրենց համար։ Ասեմ ձեզ ինչն է հարցը։ Ուրեմն այս սրանք, որոնք հեղափոխության աջակից ուժերն են, մնացածը ռևանշիզմն է, ուրիշ բան չկա, եթե մանր-մունր բաներ չասենք, այսինքն այս բլոկը չանցավ եւ գումարային առումով ըստ էության ես հաշվել եմ մոտավորապես 2%-ի ձայն էլ չեղավ, որ ասում են փոշիացնեն եւ այլն։ Հիմա մենք պիտի հասկանանք, բա ինչ կատարվեց, եթե մի հանրություն կամ մի իրականություն հեղափոխության ուժերին չի աջակցում, պետականակիր ուժերին չի աջակցում, կապ չունի որ ներսն են թե դուրսը։ Պարլամենտից այստեղ պարադոքսալ հարց կա։ Եվ պարադոքսը ինչի մեջ է, բևեռացման մեջ է, ուրեմն ռևանշիզմի գրոհը, տեսանք չէ, քրյա օլիգարխիկ համագարկի կատաղի գրոհով վարչապետ են դառնում, SS եւ այլն վերադառնում են, ծնեց հանրության մեջ մի գիտակցություն, ինչը որ եղավ նաեւ նախորդ շրջանում, ուրեմն հայ հանրությունը, ովքեր պետականագիր էր, ովքեր հեղափոխության կողմեր եկավ, բևեռացավ եւ մնացածներին ձայն չտվեց։ Հերգելու համար հետևություն անեք, ինչպես ոնց որ դուք ասում եք հանրությունը չի աջակցում պետականամետ ուժերին կամ գուցե պետականամետ ընդդիմությանը, բայց ինչու հետևություն չարեցիք այդ արդյունքներից։ Հիմա տեսեք, արել ենք, հիմա ինչ անենք, 4 օր է անցել։ Հիմա բայց դա ոչ թե չեղավ են իմաստով որ չաջակցեց, այլ այն ընդրազանգվածը, որ ենթադրյալ մերն էր եւ դա կար, ուրեմն դա ուղղակի փրկելու համար վիճակը հավաքվեց վարչապետի շուրջ եւ այստեղ որևէ զարմանալի բան չկա երկու բևեռի մեջ։ Այնպես որ մեր էլեկտորատը գնաց այնտեղ մենք էլ առանձնապես այդտեղից ված չզգացինք որ գնաց։ Իսկ առհասարակ ինչու՞ չկա համագործակցություն այդ նույն պետականամետ, ինչպես դուք եք ասում, ընդդիմադիր ուժերի միջև Արման Բաբաջանյան, Արամ Սարգսյան, Լևոն Շիրինյան, ինչու չկար այդ համագործակցությունը։ Այդ համագործակցությունը ինչի որ չկար, բարձրապես ամեն մեկը առանձին, եթե ասեցի 2%, եթե գումարեք մենք 3% երևի միասին էլ չէինք հավաքի։ Այսինքն բոլորդ միասին 3% այդքան վստահություն ունեք հասարակությունը ձեր նկատմամբ, այդ եմ ուզում հասկանալ։ Հենց այդ է որ չկա։ Հիմա ես մի դրվագ ասեմ եւ ինձ մոտ այդ նկարը կա, երբ որ քաղաքացիական պայմանագրի վերջին ուրեմն այդ բաններ հանրահավաքը ինձ շրջապատեցին ես գնացել էի տեսնենք ինչ կա չկա այդ տարբերակով հավաքվեցին եւ համագիրներին չէին ասում են մենք ձեր համագիրներն ենք բայց վաղը ցայն ենք տալու Փաշինյանին որովհետեւ նրանք վերադառնում են այս աշխատեց այդ համակարգը եւ դրանում որևէ բան զարմանալու բան չկա այդտեղ էլ
այդ պարլամենտարիզմը չծնվեց։ Բայց անգամ այդ դեպքում էլ, չէ, իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այնպես չի, որ 50% 50 պլյուս ձայներ ունեցավ։ Այսինքն, երբ դուք ասում եք մեր էլեկտորատը քվեարկեց քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին, դուք վարչապետի օգտին, լավ, երբ դուք որոշեցիք մասնակցել ընտրություններին, չկար այդ հաշվարկը, դուք մյուսները, որ լավ, մենք գնում ենք այս քայլին, որ գոնե այսքան տոկոս ունենանք ընդհանրապես, 1%, որևէ ընտրության ժամանակ 100%-ով հաշվարկ չի կարող անել եւ լավ, բայց այն շեմը, որ նվազագույն կարող եք հաղթարել, այդ հաշվարկն չկար։ Դե ըստ էության չկար, բայց կար ինչ իմաստով, որտեվ եթե հիշեցնեմ, հիմա ես անընդհատ երևի 15 օր վերջի շրջանում 10 անդադ կրկնում էի, որ Հայաստանում պարլամենտարիզմ չի առաջանում, այսինքն էլի երկու բևեռի միջև է մրցույթն առաջանում եւ հանրությունը բավեռացավ այդ երկուսի միջև։ Մի դեպքում վարչապետը, մի դեպքում ռևանշիզմը, էս է։ Այնպես որ մենք նորից ունեցանք պարլամենտ չունենալով պարլամենտարիզմ։ Եթե հիշում եք, ես այսպիսի բան կարող եք չհիշել, բայց ես հիշեցնում եմ հանրությանը, որ ես անդադ կրկնում եմ, որ մեր պայքարը պարլամենտարիզմի համար է, մեր պայքարը վարչապետի տեղի համար չէ, եւ այլն եւ այլն։ Եվ ասում էի նաեւ 49%, որ ասում էի կարող է երկու տարբերակ լինել։ Պես որ եղավ երկու տարբերակներից այդ առաջին։ Հիմա այսպիսի պատկեր ունեցանք, պարոն Շիրինյան, այդուամենայնիվ, ինչպես շատ հաճախ ասվում է, եվրոպամետ ուժեր, արևմտամետ ուժեր եւ այս դեպքում նաեւ ռուսամետ ուժեր, որ հաճախ ասվում է, ստացվում է, որ ամեն դեպքում ռուսամետ ուժերը ընդդիմության տեսանկյունից նույն Բարգավաճ Հայաստանն ավելի շատ ձայն հավաքեց, քան ասենք, այսպես ասած, ձեր բոլոր ձեր ձևակերպամբ պետականը մետ ընդդիմությունը։ Այսինքն ստացվում է, որ Հայաստան դաշինքը ուժեղ Հայաստանը ամեն դեպքում շատ ավելի ձայներ հավաքեցին եւ ավելի ընդունելի են, քան այդ ձեր ձևակերպմամբ պետականամետ ընդդիմությունը։ Չեմ կարծում, որովհետեւ ուրիշ փաստերն են, տարտակին դրսևորում է, ես մենակ թիվ եմ ասում, որ կարող եք ստուգել, ուրեմն այն լայքերի թիվը, որ եղել ընտրության առաջի օրվանից մինչև վերջի օրը ինձ մոտ 2,820,000-ից ավելի է։ Այսինքն դա ինչ կանել նվազեցնեք, ինչ կանել մենք մոտավոր հաշվենք, բան ասում 2,820,000 լայք կա։ Մենակ այդ պետական միջոցներ բաներ չեմ ասում։ Եթե հանդիպումներ են եղել, տեսագրություններ կան եւ նման բաներ, ուզում եմ ասեմ, որ դա արգա վիճակի արտացոլումն է, ոչ թե հանրության մեջ պահանջարկի բավարարում է, այն ինչ որ կա։ Դրա համար, բայց դա այդպես նաև դրամաբանական է, որտեղ այնտեղ բևեռացում բերեցին չին, ասեցի, այս օլիգարխիկ հատվածի գրոհը։ Հիմա ուրիշ բան կատարվեց, դա չի կա, որտեղ մենք մեր դերը կխաղանք, այնքանով ինչքանով կկարողանանք, կշարունակենք քաղաքական պայքարը կամ եզրակացություններ կանենք, չգիտեմ ինչ, այս մասը թողենք։ Այս անգամ կատարվեց մի ուրիշ բան, հանրությունը այդ գրոհի տակ կարողացավ վարչապետի պահել, բայց նվազագույն տոկոսի վրա, հաշվենք, ենթադրենք մեր սահմանադրության յուրահատկությունը չլիներ, պատկերացնում եք ինչ վիճակ էր 40-ին 51-ի վրա էր 50 չէ, առաջացել ինչ որ ես զգուշացնում եմ, բա որ այսպես լինի ինչ է լինելու, ուրեմն երկրորդ մասը եղավ, առաջին անգամ մեր հանրապետության պատմության մեջ Մոսկվան տրոյական ձի տեղավորեց եւ ասենք այդ ուժեղ Հայաստանը ըստ էության մոսկովյան ուժ է, մեր խորհրդարանում ձևավորեց ուղիղ Մոսկվայից կառավարվող ուրեմն այդ խմբակցությունը, որ չկար առաջ, ճիշտ է, որ էլի իրենց ենթագայություն եւ այլն, բայց տեղական ուժեր էին։ Այսինքն, պարոն Շիրինյան, դուք այդ հաշվարկ արել եք, այսպես ասած, լայքերին հետևել։ Նաեւ լայքերին, չէ, նաեւ շատ հաշվիներ, նաեւ ժողովրդի հետ հանդիպումներն են։ Հիմա դուք չեք կարող, ասենք, կարող եք տեսնել, ինչպես են ընդունում, ինչպես են։ Որովհետեւ եթե մենք լայքերին ենք, այսպեսի մի բան կա, պարոն Շիրինյան, ասենք Աննա Աստին ավելի շատ են լայքում, քան Ալլա Պուգաչովան, բայց Ալլա Պուգաչովան մնում է Ալլա Պուգաչովը։ Բայց քաղաքական պայքարի մասին է, ես բացառապես դե որտեղ եթե մենք լայքերով ենք նայում, Instagram-ում այսօր տեսնում ենք, որ կան ընդդիմադիր գործիչներ, որոնք ավելի շատ Արփինե Հովհաննիսյանը։ Ես հիմա տեսեք, ասեցի մի բան, ես չասեցի սա բացառապես եւ սա, ասեցի արտացոլման մի բան։ Մենք որպես քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն
քայլել ենք ագարակով մինչև Հայաստանի բոլոր բնակավայրեր, հանդիպել ենք եւ այլն, այնպես որ Եվ բոլորը ասում են ձեզ հետ ենք, բայց հետո չէին ասում մեզ հետ ենք, բայց մեզ հետ չի եղել դեպք, որ մեզ չընդունեն, ասենք դհաճ դեպքեր են այլապես մամուլ կեն էլի, մոտավորապես 10 հոգի են եղել, որ մեզ դհաճ են ընդունել, 10 էլ չի եղել։ Ուզում եմ ասել, սրանք տարբեր բաներ են, բայց հա եղած իրականություն է, եւ դրանից ես անձամբ ված չեմ զգում, որ այդպես է եղել եղած վիճակի համար, բայց վատ այն է, որ այո, Մոսկվան կարողացավ ինքը ուղղակիորեն մոսկովյան ուժ տեղավորել խորհրդարանում եւ դա թարմ ուժ է, բոլորովին ուրիշ ագրեսիվ ուժ է եւ ինձ թվում է, որ ուղղակիորեն կառավարվում է Կիրիենկոյի կողմից եւ այդպես էլ կա, ուրիշ կերպ չի կարող լինել։ Այն մեկը հայտնի է, նա Կոբիրկինի ասենք էլի, այստեղ տեղական այսպեսի բան ունի մեջը սպეციფիկա, դրա համար առաջացավ մի այլ վիճակ, դրանից պետք է հետևություններ անել, բայց մեր վատը ինչն է, քննադատող մասը, որ այդուհանդերձ լինելով պարլամենտական հանրապետություն, մեզ մոտ չի առաջանում պարլամենտարիզմը, դիսկուրսը եւ ինչ որ այդ սիստեմի առավելությունն է եւ այդպես խոսել եք ձեր բնութագրմամբ էլի շեշտում եմ պետականամետ ընդդիմության առաջնորդների հետ Արամ Սարգսյանի, Արման Բաբաջանյանի խոսել եք եւ առհասարակ դուք բոլորդ ինչ հետևություններ եք անում այս պատկերից։ Ճիշտ ասած, ես ասեմ, ես մի հատ ուզում եմ ինֆորմացվել, հասկանալ ինչ է կատարվել, խոսելը միշտ էլ կա, մեր հարաբերությունները շատ նորմալ են, այդ երեքի որևէ բան չկա, բայց պետք է լավ հասկանալ, նախ սպասեցինք թվերը ինչպիսին են լինելու, վերջնական աղմուկ լինելու է, չի լինելու, այդ ինչ որ լինում է։ Հետընտրական ցնցումներ։ Ես հիշում եմ մի որոշ ժամանակ առաջ հենց այս տաղավարում դուք ասացիք, որ Ռուսաստանը փորձելու է հետընտրական ցնցումներ հրահրել Հայաստանին։ Եվ դա սկսել է։ Եվ ինքը սկսել է այս ընտրությունների բանով, խախտումներ շատ են եղել եւ այլն։ Դե դա այդպես չի, խախտում ես նաեւ ընտրվել ենք, ման ենք եկել Հայաստանում նման կարգի ընտրություններ նորմալ ընթացել են, իհարկե խախտումներ եղել են, այդպիսի խախտումներ, որ որևէ նշանակություն ունեն, էլ չեմ ասում, էքսեսներ չեն եղել։ Ես չգիտեմ, որևէ մեկը թող գիտի ասի, բայց ես գիտեմ, որ չգիտեմ, չի եղել։ Հետևաբար ընտրությունները անցել են հանգիստ, հիմա ինձ հետաքրքիր է, թե իրենք ինչ են անում։ Հիմա Մոսկվան ինչի հասավ, այստեղ խնդիրը Մոսկվային է։ Նա իշխանափոխության հարցն էր առաջ տանում, մենք կարողացանք իշխանությունը պահել եւ շնորհակալություն նաեւ նրանց, ովքեր մեզ անձամբ ցան չեն տվել, բայց իշխանություն պահել են, դա խնդիր չեմ տեսնում։ Երկրորդը, հիմա առաջի գրողը կասեցվել է, ուրեմն տորպեդահարվելու է խորհրդարանական աշխատանքի որակը եւ ողանդակությունը, որի նպատակը մնում է նույնը՝ Հայաստանը պահել անկայուն։ Այս պարագայում արդեն նաեւ մերձեցում արևմուտքի հետ, Եվրոպա եւ Միացյալ Նահանգներ։ Սրանք խնդրահարույց հարցեր են դառնում եւ հետո տեսնենք ինչպես կազմակերպենք, որտեղ դրանք պետք է կասեցվեն։ Այնպես որ եւ պետք է չմոռանանք, որ Կոպիրկինը թարմ վերադարձել է Մոսկվայից որոշակի հանձնարարություններով, հեսա կտեսնենք ընդդիմության առաջնորդներից, ովքեր են հերթով գնալու այցի եւ բարեողջույն ասելու։ Ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն արգելեց տարբեր ապրանքների միրգ, բանջարեղեն, խմիչքներ, բաժամիջոցներ Հայաստանից ներմուծումը դեպի Ռուսաստան։ Եվ սա արդեն համարվում է ճնշում հենց տնտեսվարողների վրա։ Տնտեսական ճնշում է, դա նշանակում է ուժերը սպառված են, ռազմական ճնշման չի գնում, չի կարող գնալ, կամել, դա բահեստային վերջի տարբերակ է, դրա համար մենք պետք է շարունակենք մեր քաղաքականությունը, ես կասեի, որ պետք է ուժեղացվի մեր քաղաքականության մեջ ամերիկյան ուղղության ակտիվացումը, դա պետք է ակտիվացվի ամերիկյան հակակշռվելու համար։ Իրենք էլ դե Ուկրաինայում տեսնում եք, ինչ վիճակում են եւ Մոսկվայում եւ Ռուսաստանում
ինչ վիճակ է, շատ հետաքրքիր մի րոպե ասեմ։ Կիևին անգամ Կիևի խփել, ասենք են հուշարձաններ են խփում բնակավայրեր եւ այլն։ Եվրոմիության դիրքորոշումն ինչն է։ Ռուսաստանի ռազմական պոտենցիալի տնտեսական հիմքերը ոչնչացնել։ Սա հանճարեղ որոշում է եւ մենք որևէ խնդիր չունենք։ Ես ձեզանից 4 տարի այդ որոշման մասին լսում եմ։ Հա, ճիշտ է, որովհետեւ եթե հակառակը լիներ, դուք ինձ չէիք հրավիրի։ Վստահաբար եղավ, դա 100% է, դա էվոլյուցիա process է, մենք էլ հաջողության տեսնում ենք, որ քաղաքականության մեջ հաջողում ենք։ Այդ պատժամիջոցները, գիտեք, երկրորդ մասում են տնտեսականը։ Ես քանի տարի առաջ ասել եմ, կրկնել եմ տարբեր առիթներով, մենք պետք է եվրոստանդարտին անցնենք կամ միջազգային ստանդարտին տնտեսության։ Հիմա Պուտինը պարտադրում է, քանի որ չենք արել, այս ուղղությամբ աշխատել եւ ստանդարտը բարձրացնել։ Այնպես որ դրա մեջ օգուտ կա, բայց ես իշխանություններ մի բան ունեմ ասելու, մտածեք հակառակ պատժամիջոցները գիրառելու, մենք ունենք լավագույն միջոցներ։ Ինչ պատժամիջոցներ։ Դե չեմ ուզում ասեմ, կա հնարավորություն կա եւ ինչ ազդեցություն կտա Ռուսաստանի ձեր բնութագրման պատժամիջոցները հայ տնտեսվարողների վրա։ Բարձրացնելու է մեր որակը։ Այս կառավարությունը իր կողմից վստահ եմ, որ որոշ արտոնություններ կամ միջոցներ կդրամադրի, դա անխուսափելի է։ Երկրորդը մենք պարտադրված կլինենք վերջապես անգլերեն սովորել, թե չէ չենք շարժվի։ Եվրոպան էլ ճանապարհներ բացել է։ Ես չեմ բացառում, որ Միացյալ Նահանգները իրենք նաև մեզ համար որոշակի արտոնյալ միջոցների ճանապարհ բացեն։ Դե առաջիկայում վարչապետը գնում է, չէ՞, Թրամփ հրավիրել է։ Մեր հիմա խնդիրը Թրիփի ծրագիրը ռեալիզացնելն է եւ այն պայմանագրեր իրականացնել, որին Մոսկվան խանգարել այլևս չի կարող, բայց ինչ է պետք նրբորեն աշխատել եւ չբերել երկիրը կանգնեցնել հակադրությունների սուր սիստեմի վրա։ Բայց դուք կարծում եք հայկական արտադրանքը լինի դա սննդամթերք, թե խմիչք, արդյոք պահանջարկ կունենա արևմուտքում, որովհետեւ այստեղ եւ ինչպես դուք արդեն ասացիք, որակը բարձրացրեցին, բայց գնային քաղաքականություն։ Մենք շատ հաճախ տեսնում ենք, որ եվրոպական գինիները նույն շատ ավելի մատչելի են, քան հայկականը։ Ես գիտեմ, որ ենթադրում եմ նաև պատմականորեն կա, որ որոշակի նպաստավոր պայմաններ ստեղծվում են։ Հիմա մենք պետք է առիթը օգտագործենք, այդ հնարավորությունն օգտագործել եւ վերջին հաշվով մեր երկրի ազատագրությունը մեր խնդիրն է։ Դրա համար ես նեղացած չեմ, քանի տոկոս եք ստացել, բայց ես տեսել եմ, թե իմ կոնցեպցիաներն ինչպես աշխատում են։ Բալանսի քաղաքականություն, դուք ասում եք Եվրոպամետ, ես ասում եմ Հայաստանակենտրոն, մենք ունենք ախրելի զանգված։ Այդ զանգված, որ առաջ ինձ քննադատում էր, թե ես ինչ ես ասում Ռուսաստանի հաշվին, դե ես առանձնապես բանել չեմ ասել։ Նեղացած չեք, բայց ամեն դեպքում, այսպես ասած, հետևություն արել եք։ Այո, իհարկե, դե դա բնական է, բայց մենք գիտենք, որ երկրում ենք ապրում եւ ինչ բան է։ Հիմա եթե թրիփը մենք ռեալիզացնում ենք, մենք լավագույն հաջողություն ենք ունենում, կրկնեմ, որ մենք դառնում ենք երկրորդ Թայվան։ Մեր խնդիրը այստեղ չտաբարվելն է։ Ու նաեւ տեխնոլոգիա, որովհետեւ 4-րդ տեխնոլոգիական հեղափոխությունն է աշխարհում հասունացած, ռեալիզացվում է որոշ տեղեր։ Այն նոր կառավարության խնդիրն է մի հատ գզրոցները քրքրել, բուհեր, ակադեմիական ինստիտուտներ եւ այլ տեսնել, թե այս գողապետության շրջանի ավանդույթը, սեփական գյուդերը փակել, չթողել, սեփական գիտնականին նեղել, այս ավանդույթը շարունակվում է, թե չէ, որովհետեւ մենք կարողանանք մեր երկրի վերաշինության համար ունենանք մեր տեխնոլոգիական առաջարկներ, մեր գիտնականներ եւ այլն։ Այնպես որ եւ ցնցումներից երկիրը կարողանալ ազատ պահել։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Հիշեցնեմ իմ հյուրը Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանն է, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։